72-ամյա Նաիրի Արաբյանը վաղուց թոշակառու է, բայց անասնաբույժի խալաթը հագին, բժշկական պարագաներով պայուսակն էլ ձեռքին շարունակում է ակտիվ աշխատել։ Երբ կարիքը կա, գիշերը չի քնում, արևից էլ շուտ է արթնանում։ Կարող է լինի 3 օրով, 4 օրով ոչ մի կանչ չլինի, կարող է լինի առավոտ ժամը 7-ին կանչ չլինի կամ գիշերը ժամի 11-ին։ Մենք պատրաստ ենք օգնելու։ Եղել է գիշերը ձին ա եղել, դժվար ձին չեն կարացել ծնցնել, կովին կանչել են, եկել ենք ծնացել, շնորհակալությունը հայտնել են, մենք էլ կող գնացել ենք, որ կարողացել ենք դժվար ձինը ընդունել։ Երբ դու աշխատանքիդ արդյունքը տեսնում ես, դժվար ձին գովը ծնացել էր, հորտը կա, գովը կա, տանդերոջ երեսին ժպիտ կա, արդեն ուրախություն կա դունը, որ գովը չսատկեց, հորտը չսատկեց, անասնաբույժը եկա, դու արդեն քեզ լավ ես զգում, հոգեպես բավարարված ես զգում։ Կոտայքի մարզի Նորգյուղ բնակավայրում անասնաբույժ Արաբյանի կարիքը շատ են զգում։ Գյուղացիները նրան են դիմում կենդանիների հետ կապված տարբեր խնդիրներով։ Ասում են ոչ միայն լավ անասնաբույժ է, այլև հոգատար մարդ։ Շատ խնամքով է վերաբերվում եւ մեզ հետ եւ անասունների հետ։ Ես սիրում եմ իմ մասնագիտությունը եւ գյուղացիք ինձ հետ կապված են։ Շատ են հարգում, շատ են սիրում, երբ որ ասում եմ եգորդայի չեմ աշխատում, բոլորը ասում են վայ խնդրում ենք, աղաչում ենք, դու մի գնա, դու մնա, դու աշխատի։ Մարդը պետք է իր աշխատանքից բավարարված զգա։ Եթե դու մի կերպ ես աշխատում, պետք չի աշխատել։ Արի ես։ Լուսի 50 տարուց ավելի Նաիրի Արաբյանը հանգստյան օր ու ժամ չունի։ Անասնաբուժությունը նրա համար միայն աշխատանք չէ։ Մասնագիտությունն ընտրել է հաշվի առնելով դրա կարևոր նշանակությունը ոչ միայն կենդանիների, այլև մարդկանց առողջության համար։ Անասնաբուժությունը շատ կարևոր մասնագիտություն է, շատ պատվավեր մասնագիտություն է, շատ հիմա հարգի մասնագիտությունը, մարդիկ եւ գնահատում են, եւ հարգում են, եւ ընդունում են։ Ամբողջ աշխարհը որդեգրել է մեկ առողջություն գաղափարը, համաձայն որի մարդու առողջությունը ուղիղ կապված է առողջ կենդանիների եւ շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում իրենց ուրույն դեր ունեն մեր անասնաբույժ մասնագետները եւ իրենց կատարած աշխատանքի արդյունքում մեր երկրում բարենպաստ միջավայր է ստեղծվել ներդրումների։ Գյուղում, եթե ոչ առաջին, երևի երկրորդ մարդն է համարվում անասնաբուժը իր կարևորությամբ։ Անասնաբուժի դերը անգնահատել է ու անփոխարինելի, թող շատ անպագորգոր չթվա։ Իրականում այն ոլորտը, որտեղ անասնաբուժը աշխատում է, ծառայությունը, մատուցումը, սպասարկումը եւ այլն, կենսական կարեւորություն ունի մարդկանց համար։ Կենթանական ծագման մթերքները, այդ մթերքից առաջ կենթանի վիճակում միջոցառումները, վերահսկողությունը, կայուն անասնամաճարակի ապահովումը բոլորը անասնաբուժի տիրույթում է, անասնաբուժի պատասխանատվության ներքո է։ Ես համարում եմ ազգանվեր աշխատանք, ինքը շատ կարևոր ռազմավարական մասնագիտություն է։ Դաշտից եթե այս կենդանին իր բուժումը լիարժեք չստացավ, հենց տեղից հիվանդությունը փոխանցվելու է արդեն պատարագ, արդեն անմիջապես պարողին։ Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու նպատակով կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, կանխարգելում հիվանդությունները, այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի շրջանակներում իրականացվում է 3 ախտորոշիչ եւ 5 կանխարգելիչ միջոցառումներ տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում դաբախ, սիբիրախ, նոդուլյար դերմատիտ, M-կար հիվանդությունների նկատմամբ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ բրուցելոզ հիվանդության, տուբերկուլյոզ եւ լեյկոզ հիվանդության նկատմամբ։ Տարեկան բյուջեն կազմում է շուրջ 2.3 միլիարդ դրամ, 25 թվականի համար շուրջ 5 միլիոն միջոցառում իրականացվի։ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՕԱԿ-ը իրականացնում է անասնաբուժության ոլորտում կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ, կանխարգելում ենք մարդուն, կենդանուց մարդուն փոխանցող հիվանդությունները, ինչպես նաև տնտեսական վնաս պատճառող հիվանդությունները եւ ախտորոշում ենք նույնպես այդպիսի հիվանդություններ, որպեսզի զերծ պահենք հանրության շրջանում կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունները։ Այս ծրագրերի հաջողության մեջ շատ մեծ է անասնաբույժների դերը։ Նրանք հսկայական աշխատանք են կատարում, համարակալում են, պատվաստում, բուժում անասուններին, այդ ընթացքում շատ խոչընդոտներ հաղթահարելով։ Գլոբալ խնդիրը, երբ որ տերը չի թողում իր կենդանուն մոտենաս միջոցառում անես։ Համ անասնաբուժը հոգեբանորեն է ընկճվում, համ ֆիզիկապես արդեն քո արած գործը լիարժեք չի լինում։
պատվաստանյութերը ունեն որոշակի շատ ցածր տոկոսայնությամբ կողմնակի ազդեցություն, որի հետևանքով կարող է 100 կովից 1 կովի մոտ լինի վիժում, մի 3-4 օր էլ կաթի պակասում։ Դա իրանք համարում են մեծ տնտեսական կորուստ եւ խոչընդոտում են պատվաստումներին։ Անասնաբույժների հետ վիճում են, կռիվ են անում, չեն ուզում պատվաստվի, իմ կենթանուն մի պատվաստի, կաթը կպակասի կամ կվիժի։ Երբ որ համաճարակ բռնկվեց, իրանք ավելի մեծ տնտեսական կորուստ կունենան, կենթանու մթերատվության բացակայություն, կենթանու կորուստ, տնտեսական վնասը անդառնալի կլինի, եթե պատվաստումները թերանան, չպատվաստվեն։ Եթե տարիներ առաջ գյուղացիների մեծամասնությունը դեմ էր անասունների պատվաստմանը, այսօր վիճակը փոխվել է։ Շատ հաճախ ֆերմերներն են պահանջում, որ միջոցառումները իրականացվեն ժամանակին։ Սկզբնական շրջանում դժվարություններ կային նաև կենդանիների համարակալման հետ կապված։ Համարակալում ծրագիրներ իրականացվում եւ նոր էր ներդրվում համակարգը, խնդիր ունեինք տնտեսվարողների հետ եւ բավականին աշխատանքներ տարվեց նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրազեկման մեծ աշխատանքներ իրականացնելու եւ միջոցառումը մի փոքր դժվարությամբ, բայց այսօր կարող ենք ասել, որ խոշորեղջավոր կենդանները համարակալված եւ հաշվառված են, նույն խնդիրը մանրէջավոր կենդանիների համարակալման դեպքում մենք գրեթե չունեցանք։ Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը մեկնարկել են 22 թվականից, կարելի ասել համարակալված են հանրապետությունում առկա ամբողջ գլխաքանակը եւ ընթացիկ տարում ծնված հորթերը նույնպես համարակալվում են։ 25 թվականի հունվարից մեկնարկել ենք նաեւ մանր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացը, արդեն իսկ համարակալվել է շուրջ 300,000 եւ ավել գլխաքանակ։ Համարակալման ծրագրի առաջին կարևոր բաղադրիչը այն է, որ ապահովում է հետագծելիությունը, այսինքն դաշտից պատառաքաղ սկզբունքով։ Շատ կարևոր է նաև անասնաբուծության մեջ ճշգրիտ վերլուծություններ իրականացնելու համար։ Կարևոր է անվտանգ սնունդ մեր սպառողներին հասցնելու տեսանկյունից, հիվանդության տարածման, կանխարգելման եւ վերահսկման տեսանկյունից, ինչպես նաև նոր շուկաներ դիվերսիֆիկացնելու տեսանկյունից։ Վերահսկողական գործառույթն իրականացնում է սննդի անվտանգության տեսչական մարմինը։ ՍԱՏՄ անասնաբուժության վարչության պետը շեշտում է, վերջին տարիներին խախտումների թվի նվազման միտում է նկատվում։ Դա համատեղ աշխատանքի, իրազեկման ու վերահսկողության արդյունք է։ Եթե ինչ-որ մի բան միտեղ թերի է գնացել, ինչ-որ բան սխալ է գնացել, հա, այդ այն ինչ վերաբերում է վերահսկողության, մենք ենք անում, այո, կատարող անասնաբուժներն են, վերահսկողները մեր տեսուչներն են։ Միջնչին խախտումը, միջնչին վրիպակը, միջնչին հիվանդությունը մեծ եւ բացասական վնասներ կարող է կրել, թե առողջության, թե կյանքի, թե ինչու՞ չէ նաև տնտեսական վնասներ, հիվանդություններ կան, օրինակ, որ մարդու համար իրանք անվտանգ են, բայց մեծ տնտեսական վնասներ են պատճառում, բերելով կենդանիների մեծաքանակ անկումների։ Իհարկե դրա հետ զուգահեռ կան նաև զոոնոզ հիվանդություններ, որոնք խոցում են եւ մարդուն, եւ կենդանուն։ Բնականաբար, այստեղ անասնաբուժի դերն ու նշանակությունը անգնահատելի եւ անփոխարինելի է։ Անասնաբույժները ոլորտի կարգավորման այս շղթայում կարևոր օղակ են։ Ցավոք, այս կարևոր մասնագիտությունն այսօր քչերն են ընտրում, ցածր վարձատրության պատճառով։ Գյուղերում երիտասարդ կադրերի մեծ պակաս կա։ Անասնաբուժության ոլորտի հիմնական խնդիրը անասնաբույժների պակասն է։ Անասնաբույժները արդեն հասակավոր են, ծերացել են, 75-ից 80 տարեկան են, արդեն ֆիզիկապես ի վիճակի չեն, ուզում են արուն վերցնեն, ձեռները դողում է։ Ունենք մոտ 500 անասնաբուժներ, մոտ 60%-ը 50 եւ ավել են, իսկ ընդհանուր առմամբ 65 եւ պլյուս է։ Ունենք նաեւ 38 համաճարակաբան, ովքեր որ տարածաշրջաններում համակարգում են անասնաբուժների աշխատանքները։ Չափազանց կարևոր է սերնդափոխությունը անասնաբուժ մասնագետների եւ պետք է մեր բոլորի ջանքերը միտված լինեն այս խնդրի հրատապ լուծմանը։ Մի շարք ծրագրեր են իրականացում էկոնոմիկայի նախարարության կողմից, որպեսզի փորձենք ներգրավել ավելի երիտասարդ մասնագետների, որպեսզի համալսարաններում մասնագիտությունը դառնա գրավիչ եւ ավելի շատ դիմորդներ ունենանք։ Աշխատավարձը քիչ է, դրա համար անասնաբուժներին չի գրավում։ Ինքը հրապուրիչ աշխատանք չի։ Կարան մարդիկ 6 ամսով գնան այլ մասնագիտություններ ձեռք բերեն, տանից աշխատեն, ավելի մաքուր, ավելի կոկիկ աշխատանք ու ավելի բարձր աշխատավարձ ստանան։ Հիմա ժամանակակից սնունդը մի քիչ աշխատում է հագ ինչ-որ մետլախ կաֆել էս
պայմաններում աշխատել, քանց թե գնալ գյուղ, գոմ, հոտ եւ այլն։ Գոմ մտնելը, այդ հոտը շնչելը, այդ միջոցառումն անելը ինչ որ վանող բաներ ունի երևի թե, եւ մարդիկ կան, որոնց դա խանգարում է։ Մասնագիտության ընտրության ժամանակ թե նույնիսկ ընտրության պարագայում նախընտրել քաղաքային պայմաններում կլինիկաներում աշխատել եւ չգնալ գյուղ, հա, եւ տենց մեծ ֆերմաների հետ համագործակցել։ Ի շնորհիվ էկոնոմիկայի նախարարության մի ծրագիր 2 տարի առաջ մեկնարկվեց վակցինացիան։ Վակցինատորների դասընթացներ կազմակերպեցին։ Գյուղերից ովքեր ժամանակին ուզեցել են դառնան անասնաբույժ, բայց ինչ-ինչ խնդիրներով չեն դառել, դա իրանց համար մի հարթակ հանդիսացավ, որ իրան կարողանան ընդունվել ինստիտուտ եւ միաժամանակ աշխատել։ Իրանք կցվում են գյուղերի ստաժավոր անասնաբույժներին եւ իրանց հետ գնում են պատվաստումներ անելու։ Համ աշխատում են, համ սովորում են։ Կցված անասնաբույժից էլ աստիճանաբար ձեռք են բերում փորձ։ Ես միայն գուզեի անասնաբույժների վարձատրության ձևը ինչ որ փոփոխություն լիներ։ Ոլորտը գուցե ոչ այնքան գրավիչ է եւ մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, կարծես թե, բայց մյուս կողմից չափազանց արժեքավոր է անասնաբույժների կողմից իրականացրած աշխատանքը, այնուամենայնիվ կարևորելով այս աշխատանքը նախարարության կողմից ներկայումս մշակվում է նոր ծրագիր անասնաբուժության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, որը առաջիկայում կներկայացվի շահագրգիռ մարմինների եւ կքննարկվի։ Առողջ սննդի երաշխավորն է անասնաբույժը, եւ եթե այսօր չլուծվի սննդափոխության խնդիրը, վաղը կկանգնենք սննդային անվտանգության ճգնաժամի ու շատ ավելի լուրջ խնդիրների առաջ։ Այս մասնագիտությունն ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ որոշակի քայլեր արվում են։ Վերջին տարիներին աշխատավարձի որոշակի բարձրացում կատարվել է։ Պետական քաղաքականության արդյունքում վերջին 5 տարիներին մեկ միավորի արժեքը ծառայության դիմաց վճարվող 120 դրամից հասել է 200 դրամի։ Հարկասում մեր բողակը վարձատրության չափը բարձրացել է, մարդիկ նորմալ ստանում են աշխատավարձ։ Վերջին 5 տարիների ընթացքում անասնաբույժների աշխատավարձի էական բարձրացում է տեղի ունեցել։ Անասնաբույժների պայմանների մասով էական փոփոխություններ են իրականացվել եւ արտահայտուստի եւ սառցային շղթան ապահովելու հետ կապված այժմ ծրագիր է նախատեսում անասնաբույժներին ապահովագրություն տրամադրելու, ինչը եւս կխթանի եւ մասնագիտությունը ավելի գրավիչ կդարձնի իմ կարծիքով։ Կառավարությունն աշխատում է նաև ապահովագրության հարցը լուծելու ուղղությամբ, սա կարևոր է, քանի որ անասնաբույժի աշխատանքը նաև ռիսկային է։ Առօրյա աշխատանքում լինում են դեպքեր, երբ կենդանի է հարվածում կամ հիվանդություններ են անցնում, փոխանցվում, այո, եւ այդ դեպքերից խուսափելու համար կառավարությունը մի շարք ծրագրեր իրականացնում, որպեսզի բացառվեն կամ այդ խնդիրների հետագա լուծումները կարողանան ապահովել։ 2022 թվականից կառավարության որոշմամբ մեր երկրում ապրիլի վերջին ուրբաթ օրը նշվում է որպես անասնաբույժի օր, ինչը եւս մեկ առիթ է այս մասնագիտության կարեւորությունն ընդգծելու համար։ Այս տարի միջոցառումը կազմակերպել են էկոնոմիկայի նախարարությունն ու ռազմավարական զարգացման գործակալությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում ծրագրի աջակցությամբ։ Ռազմավարական զարգացման գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականին նպատակ ունենալով նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ 20 տարուց ավելի է իրականացնում ենք զարգացման ծրագրեր, մասնավորապես անասնապահության ոլորտում, եւ այս զարգացման ծրագրերի շրջանակներում ընթացքում հիմնադրել ենք անասնաբուժական կետեր, աշխատել ենք անասնաբույժների, համայնքային անասնաբույժների եւ կովերի արհեստական սերմնավորում կատարող տեխնիկների հետ, բարելավելով նրանց գիտելիքները, նրանց հմտությունները եւ այս ծրագրային միջամտությունների արդյունքում հասանելի են դարձել անասնաբուժական եւ կովերի արհեստական սերմնավորման ծառայությունները հեռավոր բնակավայրերում։ Ռազմավարական զարգացման գործակալության ջանքերով անասնաբուժական կետեր են բացվել Հայաստանի 8 մարզի 200-ից ավելի գյուղական բնակավայրերում, տրամադրվել են անհրաժեշտ գործիքներ, իրականացվել է նաև այլ աջակցություն։ Մավետա ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային ու տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության գլխավորությամբ, ներառյալ ավստրիական զարգացման գործակալությունը։ Ծրագրի նպատակն է բարելավել մասնագետների, շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունն այս ոլորտում, ինչը կնպաստի կայուն առաջընթացին, եկամտի աճին, նաև կխթանի գյուղատնտեսության ու հարակից ոլորտներում զբաղվածությունը։ Ի դեպ, այս ծրագրի շրջանակում լուծվում է նաև անասնաբույժերի սերնդափոխության հարցը։ Այս տարիների ընթացքում աշխատելով մարզերում եւ հեռավոր բնակավայրերում հասկացել ենք, որ անասնաբուժություն մասնագիտությունը ունի սերնդափոխության խնդիր։ Մասնագետների միջին տարիքը 60 տարեկանից բարձր է
եւ նրանց փոխարինող երիտասարդ ծերունդը չի գտնում, որ անասնաբուժություն մասնագիտությունը գրավիչ է։ Մոտ 10 տարի է բարելավում ենք մասնագիտությունը, նպատակ ունենալով գրավիչ դարձնել երիտասարդների շրջանում այդ մասնագիտությունը եւ կարեւորում եմ նշել, որ այս ընթացքում Մավետա ծրագրի շրջանակներում անասնաբուժություն մասնագիտությունը ուսուցանվում է դուալ ուսուցմամբ։ Ինչ է նշանակում դուալ ուսուցում։ Դա այն է, երբ ուսանողները սովորելու ընթացքում նաև հնարավորություն ունեն աշխատելու եւ այդ աշխատանքի դիմաց վարձատրվելու։ Ուրախ եմ նշել, որ ծրագրային միջամտությունների արդյունքում այս պահին ծրագրի գործընկեր գյուղատնտեսական քոլեջներում դուալով ուսանում են ավելի քան 120 ուսանողներ եւ վստահ եմ, որ երիտասարդ մասնագետների պակաս մենք այլևս չենք ունենա մեր բնակավայրերում։ Ժամանակակից տեխնոլոգիաների ու սարքավորումների առկայությունը դրական է ազդել ոլորտի վրա, որոշ առումներով հեշտացրել անասնաբույժների աշխատանքը։ Կենդանիներին կարողանում են էխո անել, օտար մարմինները հայտնաբերեն հատուկ սարքերի մետաղավորիչների միջոցով, կճղակների վնասվածքների ժամանակ արհեստական կճղակներ կարում են տեղադրեն։ Էխոն դա գործիք է։ Ընդհանրապես գործիք է, օրինակ ես շատ պրոֆեսիոնալ կերպով կարող եմ հղիություն որոշեմ առանց էխոյի։ 99%-ով ես չեմ սխալվում։ Էխոյով եկել են ռուսներ, ագիտացիային արա իրենց գործիքը հենց այս գյուղում։ Էխոյով որոշել են, հետո ես եմ գնացել որոշել 30%-ով սխալ եմ որոշել էխոյով։ Այսինքն էխոյի գործիքը պետք է աշխատությունող լինի։ Նախ պետք է մարդուն վերաբադրաստես այդ գործիքի հետ ոնց վարվի, ոնց աշխատացնի։ Ստամոքսը գներեք էլի հորտի հետ չշփոթի, կամ փոքր հղիության արգանդը փոքր հղիություն հորտը մեջը միզաբարգի հետ չշփոթի, դրանք հարևան օրգաններ են, որ միշտ շփոթվում մարդիկ։ Չնայած վերջին տարիներին երկրում անասնահամաճարակային վիճակը կայուն է, այդուհանդերձ խնդիրներ դեռ կան։ Էկոնոմիկայի փոխնախարարը ոլորտի մարտահրավերներից է համարում բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասը, կլիմայի փոփոխությունը, նոր ի հայտ եկող հիվանդությունները, նոր շտամերը, տարածաշրջանում արձանագրվող հիվանդությունները, միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր կարողությունների եւ հագեցվածության բացակայությունը։ Անասնաբույժի անտեսանելի, բայց չափազանց կարևոր աշխատանքի շնորհիվ մեզ է հասնում անվտանգ ու առողջ սնունդ։ Այս ոլորտի զարգացումը ոչ միայն գյուղատնտեսության, այլև ազգային առողջության հիմքերից մեկն է։ Անասնաբուժությունը այսօր գնահատվող, հարգվող մասնագիտություն է։ Կոչ եմ անում երիտասարդությանը, ես եւ գյուղում եմ ագիտացիանում, ասում եմ եկեք սովորեք, քան ես աշխատում եմ, իմ հետ մանդամ, սովորացնեմ։ Գիտակից մարդը կգնահատի անասնաբուժի արած գործը։ Անտեսանելի հատվածում շատ մեծ աշխատանք են իրականացնում։ Ամեն օր մենք այդ սպառում իրականացնելիս պետք է հիշենք անասնաբուժի արած աշխատանքը ուղիղ համեմատական է հանրային առողջության հետ։ Ինչի առիթով ուզում եւ շնորհակալություն հայտնեմ մեր անասնաբուժներից եւ շնորհավորեմ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր անասնաբուժներին, ցանկանալ ուժ եռանդ իրանց գործը պատշաճ կատարելու առումով, կմաղթեմ, որ լիահույս լինեն, որ վաղվա օրը ավելի ու ավելի գնահատված են լինելու։ Հարգելի անասնաբուժներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Առանց ձեր նվիրված եւ բարեխիղճ աշխատանքի հնարավոր չէ լինի ապահովել կայուն անասնահամաճարակային իրավիճակ, հանրային առողջություն, ինչպես նաեւ անվտանգ սննդամթերք մեր ազգաբնակչությանը։